Այսօր ցանկանում եմ խոսել մի հարցի շուրջ, որը առաջանում է յուրաքանչյուրիս կյանքում՝ վախի մասին։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը ամեն օր մեզ հիշեցնում է, որ մենք չպետք է վախենանք, եւ մի վախեցիր արտահայտությունը Աստվածաշնչում մենք շատ ենք հանդիպում բազմաթիվ անգամներ։ Հիսուս Քրիստոսը սովորեցնում է մեզ, որ երբ մենք վստահում ենք Աստծուն, մենք հայտնվում ենք Աստծո խաղաղության մեջ, անկախ թե ինչպիսի դժվարությունների միջով ենք անցնում։ Այդ վստահությունը մեր ներքին հանգստությունն է, որը տալիս է Աստված։ Եվ այն պահերին, երբ մենք զգում ենք, որ մեր կյանքը դուրս է վերահսկողությունից, երբ մենք նայում ենք մեր առաջ ծառացած դժվարություններին, Տերը կրկին ասում է. «Մի վախեցեք»։ Սա կոչ է, որպեսզի մենք հաստատ կանգնենք հավատքի մեջ եւ վստահենք Աստծուն։ Տեր Հիսուս Քրիստոսի այս խոսքերը ոչ միայն օրհնություն են, այլ նաեւ հրահանգ, որն ուղղված է մեզ, որպեսզի կարողանանք ապրել ազատորեն, առանց վախերի։ Երբ մենք վստահում ենք Աստծուն, մենք գիտենք, որ Աստված մեր կողքին է, պահում է եւ առաջնորդում է մեզ։ Այսօր ուզում եմ հարցնել, սիրելի մարդիկ, եթե այսօր կյանքում կա վախ, կա միտք, որը խանգարում է մեր խաղաղությանը, արդյոք պատրաստ կլինենք վստահել Տեր Հիսուսին այդ հարցում։ Երբ մենք վստահում ենք Հիսուս Քրիստոսին, մեր հոգիները հանգստանում են, որովհետև մենք գիտենք, որ Տեր Հիսուս Քրիստոսի հետ չկա ոչ մի վտանգ, ոչ մի խնդիր, որ մեզանից մեծ լինի։ Նա մեզ միշտ առաջնորդում է, նույնիսկ երբ ամեն բան կարծես մեզանից դուրս է գալիս։ Իրականում, մեր կյանքում ամենամեծ վախը կարող է լինել այն, որ չհասկանանք, որ Աստված մեր կողքին է, բայց եթե մենք պատրաստ ենք բաց թողնել մեր վախերն ու ընդունել Աստծո խաղաղությունը, ապա Աստծո հետ կարելի է անցնել կյանքի դժվարությունները առանց վախենալու։ Մի վախեցեք։ Տեր Հիսուս Քրիստոսը մեզ հետ է, բոլորիս հետ է։ Ամեն։